Ագելի գործընկերներ, մեծակու նախագահող, այս օրենքի նախագիծը բավական կարևոր նախագիծ է, կառավարությունը նույնպես համախոհ է նախագծին եւ ողջունում է նախագիծը եւ մենք առանցակություն ենք ներկայացրել, առանցակությունների հիմնական մասը գործընկերոջ կողմից, պարոն Սարգսյանի կողմից ընդունվել է եւ ինքնահարգելակման կոչակի հետ կապված մենք նույնպես ընդունել ենք այդ կետը, ընդունել ենք նաեւ նպաստների եւ դրանց նպաստառուների եւ ընտանիքների հետ կապված արգելակումները մեր մոտ հիմա քննարկում է գնում 20%-ի հետ կապված սահմանափակումները, քանի որ գիտեք, որ բացի մարդու եկամուտներից մարդը նաև ունի ունեցվածք, որ հետ կապված նա կարող է նաև ազատ տնօրինել, այս մասով կարծում եմ առաջիկայում առաջինից երկրորդ ընթերցմամբ մենք ունենանք ընդհանուր հայտարար եւ երկրորդ ընթերցմամբ կբերենք կոմպրոմիսային տարբերակ, որտեղ եւ մեր եւ պարոն Սարգսյանի մոտեցումները եւ հանձնաժողովի բոլոր անդամների մոտեցումները նույնը կլինեն, կարծում եմ, շնորհակալություն։ Շնորհակալություն, պարոն Զաքարյան, հարցերի համար գրանցում։ Պարոն Զաքարյան, բարի իրավունքով արտահայտ հարցամ կապված օնլայն կազինոների գործունեության հետ։ Կատարվել է արդյոք հաշվարկ, թե օրինակ Հայաստանում օնլայն կազինոների աշխատանքը արգելելու դեպքում ինչ տնտեսական էֆեկտ կլինի, կախված նրա հետ, թե կոնկրետ գործունեությունը դադարեցնող ընկերությունների տեսանկյունից ինչպիսի հարկային եկամուտների կորուստ կլինի, նաև հաշվարկը, թե եթե քաղաքացիները օրինակ իրենց միջոցները չեն օգտագործում օնլայն կազինոների ծախսելու վրա եւ պարտվելու եւ նրանց վարկագծային փոփոխությունը նաեւ այդ գումարները տնտեսության այլ ոլորտներ ուղղելու տեսանկյունից ինչպիսի էֆեկտ կլինի եւ արդյոք մենք չպիտի գնանք աստիճանաբար նման երևույթները Հայաստանում օրենքով արգելելու ուղղությամբ։ Միանշանակ պարոն Աշակյան, եթե կամ ձեր հարցի վերջից աստիճանաբար կարծում եմ պետք է կառավարություն գնա այդ ուղղությամբ, սակայն ոլորտը ինքնին այս պահին գոյություն ունի եւ պետք է ոլորտի գոյության հետ հաշվի նստենք։ Հաշվարկները այս պահին չեն կարող լինել վերջնական, քանի որ գիտեք, որ մենք նախաձեռնել ենք բեկ գործընկերների հետ օպերատորի խաղային օպերատորի ներմուծման գործընթաց եւ խաղային օպերատորի արկայության դեպքում նոր մենք վերջնական կիմանանք բոլոր եկամուտները եւ այն շրջանառությունը, որը որ ավելի թափանցիկ եւ ավելի ճիշտ կլինի, որի արդյունքում նաեւ կկարողանանք վերջնական ու ճիշտ հաշվարկները կատարենք։ Դրա համար այս պահին եւ պարոն Սարգսյանի կողմից ներկայացված թվերը եւ ընդհանրապես այդ հաշվարկները կարծում եմ վերջնական չեն եւ օպերատորի արկայության դեպքում նոր դրանք վերջնական ու ճիշտ կարտացուլ են իրավիճակը։ Շնորհակալ եմ, պարոն Զաքարյան։ Ագնես Խամանյան, հաջորդ հարցը։ Շնորհակալ եմ, նախ այդ թվերի հետ կապված ես կարծում եմ, այո, 2025 թվականին 7.42 տրիլիոն դրամի խաղադրույք է կատարվել։ Ես վստահ եմ, որ այդ թիվը շատ ավելի բարձր է, ես համոզված եմ դրանով, բայց նաև ի շարունակություն հարցի, բայց վճարած հարկերը 1% էլ չի կազմում։ Այսինքն մտածել, որ այդ օնլայն խաղատները փակելու ենք, մեր տնտեսությունը ավիրվելու է, բնականաբար դա այդպես չի։ Ու այստեղ պետք է հասկանալ, թե ում շահը պետք է սպասարկի պետությունը, այդ օնլայն խաղատների, թե մարդկանց, ովքեր կորցնում են ամեն ինչ, իրենց արժանապատվությունից սկսած մինչև վերջին ունեցված։ Հիմա հարցիս հետ կապված, պարոն Զաքարյան, 20%-ի հետ կապված, եկամտի 20%-ի խաղալու այդ սահմանաչափի հետ կապված։ Հիմա նախագծի հեղինակը ասում է, ես կարծում եմ, որ ավելի պետք է բարձրացնենք շեմը։ Դուք 20%-ի հետ էլ համաձայն չեք, կառավարությունը, ես ոնց հասկացա, 20%-ի հետ էլ համաձայն չի։ Որն եք տեսնում լուծումը ու հանգուցալուծումը այդ դեպքում։
Շատ լավ, շնորհակալություն հարցի համատիքին Խամարյան, նախ ասեմ, որ ձեր հարցի նախաբանի հետ ամբողջությամբ համաձայն եմ, ինչ վերաբերում է բուն հարցին, ես հիմա ձեր նպահ կմնամ որևէ մոտեցում հնչեցնել այստեղ, քանի որ մենք քննարկումներ ենք իրականացնում պարոն Սարգսյանի հետ եւ կարծում եմ առաջինից երկրորդ ընթացման մենք քննարկումների արդյունքում կունենանք վերջնական կոմպրոմիսային տարբերակ, որը որ կներկայացնենք, որովհետեւ այս բանին ասել ինչ որ թիվ կամ ասել, որ ընդհանրապես համաձայն չենք, կարծում եմ կվնասի ընդհանուր մեր քննարկումներին, մենք քննարկումների արդյունքում դա կիմանանք, իսկ առաջին մասի հետ կապված ամբողջությամբ համաձայն եմ, ինչ վերաբերում է հարկերին, գիտեք, որ կրկին պարոն Սարգսյանի կողմից եւ կառավարության նույնպես համաձայնությամբ այս բային հարկերի ամեն տարի բարձրացման օրինագիծ է մշակված եւ գործում է, այս տարի ավելի շատ տոկոսով հարկ է գանձվելու, քան նախորդ տարի, եթե օպերատորը չսկսի իր գործունեությունը ծավալել, մյուս տարի ավելի շատ է լինելու հարկային բեռը եւ տոկոսը, որի արդյունքում կարծում եմ, որ այս ոլորտի ձեռնարկատերերը նույնպես կողմ են, որպեսզի օպերատորը գործի եւ թափանցիկություն լինի։ Շնորհակալություն։ Պարոն Զաքարյան, ես խնդրում եմ շարունակել նորից։ Շատ հստակ է պատկերը։ Նախագծի հեղինակը ասում է, քաղաքացին իր եկամտի 20%-ից ավելին չի կարող խաղադրույք անել։ Կառավարությունը ասում է, համաձայն չենք այդ 20%-ի հետ։ Պետք է ավելի քիչ լինի։ Ես այդպես եմ հասկացել։ Ավելի շատ լինի։ Խնդրում եմ հստակեցնել։ Հիմա առաջինից երկրորդ ընթերցում փոփոխությունը դեպի որ կողմա գնալու, այդ 20%-ը մնալու է, բարձրանալու է, իջնելու է, ընդհանուր մոտեցումը պետության, որն է պետություն իր քաղաքացուն պաշտպանելու ֆունկցիա ունի, մարդու իրավունքներ եւ այլն։ Ես այդ ամեն ինչը շատ լավ հասկանում եմ, ընդունում եմ, բայց հաշվի առնելով այն աղետը, որի մեջ այսօր հայտնվել է մեր քաղաքացին, մարդիկ, ես ելույթի ժամանակ էլ այնպիսի դրվագներ կարող եմ նկարագրել, որ հավատալու չի, բայց այդպես է հիմա իրավիճակը։ Պետությունը ինչպես է իր ֆունկցիան իրականացնելու, քաղաքացիություն պաշտպանելու, հատկապես եկամուտների կառավարման տեսանկյունից։ Տիկին Խամարյան, կրկնեմ նույնպես, որ եթե դիտարկում ենք կառավարության մոտեցումը, մենք նույնպես հակված ենք, որ քաղաքացիները ընդհանրապես չխաղան, բայց մենք պետք է նաև հաշվի նստենք այն փաստի հետ, որ կան քաղաքացիներ, որոնք խաղում են եւ պետք է կարողանանք այդ կառավարումը ճիշտ իրականացնենք։ Հիմա 20%-ի հետ կապված կա տեխնիկական եւ այլ հարցեր, որոնք որ դրանց լուծումը կամ դրանց վեճանումը մի քիչ ավելի բարդ է լինելու, քան հնարավոր է։ Եվ քանի որ բազմաշերտ է այս հարցի պատասխանը, ես փորձում եմ այս պահին հարցի պատասխանը չտամ, ինչու, որպեսզի քննարկումը ավելի ազատ լինի, ես կաշկանդված չլինեմ կամ կառավարությունը կաշկանդված չլինի որևէ բանով, որը որ ասել է, եւ պարոն Սարգսյանը կաշկանդված չլինի, որ կարողանանք մինչեւ գնանք այս հարցը լուծում տանք։ Բայց շատ հստակ ես նշեցի, որ մարդը կարող է ունենալ ունեցվածք եւ կյանքի վերջի տարիներին ուզենա այդ ունեցվածքը ուղղակի խաղալ։ Այդքան։ Շնորհակալ։ Անա Գրիգորյան։